Երբևէ զգացել եք ձեզ անզոր եւ թվացել է, թե ձեր առաջ ծառացած խնդիրները, լինի դա անձնական խնդիրների ծաղկաբույլ, թե գլոբալ խնդիրներ, օրինակ ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, անտառահատումը, զանգվածային ոչնչացումը կամ մեկ այլ խնդիր, սպառնալիք, չափազանց մեծ են, չափազանց խճճված, չափազանց արմատացած։ Մեզանից շատերն են անզոր իրենց զգացել տարբեր իրավիճակներում, բայց այսօր ես ուզում եմ ձեզ պատմել մի պատմություն մի դեռահաս տղայի, Սատկածոցի և 1300 հեկտար անտառի մասին։ Եկեք մտովի տեղափոխվենք 1979 թվական, Ասամ, Հնդկաստանի հյուսիս-արևելյան շրջաններից մեկը, որը ժամանակին հայտնի էր անտառներով ու հզոր գետերով։ Այստեղով էր հոսում Բրահմապուտրա գետը, աշխարհի ամենաերկար և ամենահզոր գետերից մեկը, սակայն 70-ականներին բնական և մարդկային գործոնների պատճառով գետը և դրա ափամերձ տարածքները սկսեցին փոփոխությունների ենթարկվել։ Գետի ափերը էրոզիայի ենթարկվեցին։ Նոր ավազաբլուրների հայտ եկան, չոր, մերկ, անբնակ։ Ծառերը, որոնք սնուցվում էին գետի ջրերով, մեկը մյուսի ետևից չորացան, իսկ այդ տարիների մասսայական անտառահատումն էլ ավելի արագացրեց կանաչ ծածկույթի կտրուկ նվազումը։ Եվ երբ ծառերն անհետացան, անհետացան նաև այլ բույսերը, կենդանիները, թռչունները, վերացավ բնության ներդաշնակությունը, հավասարակշռությունը։ Միևնույն ժամանակ կլիմայի փոփոխության պատճառով և դրա արդյունքում սկսվեց մի քանի աստիճանով ջերմաստիճանի բարձրացում, և գետափնյա այդ երբեմնի կենսաշատ տարածքը վերածվեց մերկ, անշունչ տափաստանի։ Եվ ահա նման պայմաններում մի օր 16-ամյա մի տղա Ջադավ Պայենգանունով քայլում էր այդ անապատի վերածված հատվածներում, երբ տեսավ մի բան, որը ստիպեց պատանուն մտորել։ Ջավադը օձ տեսավ, Սատկածոց։ Օձի մարմինը այրվել և գալարվել էր արևի այրող ճառագայթներից։ Այստեղ ծառեր այլևս չկային, որ իրենց հովով պաշտպանեին կենդանիներին։ Ծառի արմատներ չկային, որ հողը պահեին, թավ հողածածկ չկար, որ մեղմեր արևի այրող ջերմությունը, չկար ոչինչ, հողը զովացնելու համար, կյանք չկար։ Երևի մարդկանց մեծ մասը պարզապես կանցներ այդ սատկած օձի կողքով։ Մի մասը շոգի մասին գուցե ինչ-որ մի բան մրմնջար ու շարունակեր ճանապարհը։ Բայց ոչ Ջադավը։ Նա նայեց սատկած օձի շուրջ ճաքճքած ջրազրկված հողին, այդ անշունչ լքված տարածքին և ինքն իրեն ասաց. այս վայրը ծառերի կարիք ունի։ Այսպիսով Ջադավը մի քանի ծառ տնկեց, և ահա այստեղ է, որ այս պատմությունը հետաքրքրանում է։ Եվ հետաքրքրանում է ոչ թե նրա համար, որ ինչ-որ դրամատիկ բան տեղի ունեցավ, այլ ճիշտ հակառակը, որովհետև ոչինչ տեղի չունեցավ։ Չեղավ ֆինանսավորում, Ջադավի ջանքերին չմիացան հասարակական կազմակերպությունները, չսկսվեցին ինստագրամյան ինչ-որ արշավներ, չեղան տեսախցիկներ, ուղիղ միացումներ, շքեղ կոչեր, չեղավ ոչինչ, կար միայն մի տղա, ով ծառ էր տնկում, սկզբում մեկը, հետո երկուսը, հետո երեքը և այսպես տարիներ շարունակ։ Նա ջուր էր բերում անագետ ույլերով, նա պաշտպանում էր փոքրիկ տնկիները միջատներից, նա ցանկապատում էր, պայքարում խոշոր եղջերավորների դեմ, միայն մենակ, նա երբեմն գիշերում էր բաց երկնքի տակ, և ամեն օր Ջադավը վերադառնում էր նույն տեղը, տնկում, ջրում, սպասում։ Այսպես անցան տասնամյակներ։ Տղան դարձավ տղամարդ, իսկ տղամարդն էլ հայտնի դարձավ մեկ անունով՝ Մոլայ, ինչը նշանակում է անտառի մարդ։ Այսօր այն տարածքը, որը մի ժամանակ անպտուղ էր, անապատացված, վերածվել է ավելի քան 1300 հեկտար
խիտ կենդանիներով լի անտառի, ավելի քան 40,000 ծառ ունեցող անտառի։ Այստեղ կան փղեր, բենգալյան վագրեր, թռչուններ, եղջերուներ, ծառեր, ստվեր եւ իհարկե օձեր։ Սա մի ամբողջ էկոհամակարգ է, ստեղծված, խնամված, աճեցված միայն մեկ մարդու կողմից։ Եվ այսպեսով ինչ ենք սովորում այս պատմությունից։ Մեր առջև ծառացած մեծ խնդիրները թվում են համակարգային, մեզանից ավելի մեծ, անհնարին, անլուծելի, անգրագետ սերունդ է մեծանում, կարողություն չկա, երկիրը երկիր չի, առաջնորդները վատն են, ես ինչ կարող եմ անել եւ այլն։ Բայց Ջադավի մասին պատմության իմ ամենասիրելի պահն այն է, որ նա իր առաջ չդրեց կլիմայի փոփոխության հարցի լուծում։ Դա 16-ամյա տղայի ուժերից վեր կլիներ։ Տղան այդ պատանին նկատեց իր շուրջը կոտրված ինչ-որ բան եւ փորձեց նորոգել, վերականգնել այն միակ ձևով, որ կարող էր։ Նա չսպասեց թույլտվության, ուրիշի օգնության, գնահատանքի կամ ճանաչման։ Նա պարզապես սկսեց մի ծառ տնկել, հետո երկրորդը, հետո երրորդը եւ այսպես շարունակ։ Ջադավի պատմության դասն այն է, որ փոփոխությունը հաճախ սկսվում է հենց այն պահին, երբ ինչ-որ մեկը որոշում է չանտեսել, երբ ինչ-որ մեկը որոշում է կատարել մի քայլ, հետո երկրորդը, հետո երրորդը։ Մի պահ պատկերացրեք, ինչ կլիներ, եթե մենք այդպես մոտենայինք մեր սեփական կյանքին, մեր շուրջը իրադարձություններին։ Ինչ կլիներ, եթե մենք դադարեինք ազդեցությունը չափել, ասենք, հետևորդների ու լայքերի քանակով, այդ ճղճին, արհեստածին, ժամանակակից չափման միավորով եւ սկսեինք չափել ազդեցությունը ըստ այն բանի, թե որքան խորն ենք արմատներ գցում եւ ինչ իսկապես կարևոր եւ մնայուն բան ենք կատարում։ Անկախ նրանից դուք նկարիչ եք, բուժքույր, ուսուցիչ, ծնող, թե ուսանող, դուք կարող եք ձեր շուրջը աշխարհը դեպի լավը փոխել, ճիշտ այնպես, ինչպես Ջադավն արեց։ Գուցե ձեր զենքը պատմությունը վերլուծելն ու ճիշտ ներկայացնելն է։ Գուցե նկարելն է, գիր գրելն է, գուցե մատաղ սերնդին կամ ինչու ոչ, նաև իմ եւ ավելի ավագ սերնդին կրթելն է։ Գուցե մեկ երեխայի պաշտպանելը կամ առողջացնելն է։ Գուցե մեկ մարդու ապաստան տալն է։ Գուցե մեկ մարդու, մեկ երեխայի ապագան ինչ որ կերպ ապահովելն է։ Գուցե խոսելու քաջություն ունենալն է, երբ ուրիշները վախենում ու լռում են։ Փոփոխությունը միշտ չէ, որ լինում է ծափահարություններով կամ փայլուն ու երևելի արդյունքներով։ Փոփոխությունը երբեմն սկսվում է մի կատարած քայլով, մի տնկիով, մի մարդով, մի գաղափարով ու մի կյանք համբերությամբ, որպեսզի ծնկին ծառ դառնա, ծառն էլ անտառ։ Գուցե մի ծաղկով գարուն չի գա, բայց առաջին ծաղիկը պետք է ծաղկի, որ դրան հետևեն մյուսները։ Մեզ շրջապատող աշխարհը կարող է լինել դաժան, դատող, մեզ ինչ-որ առումներով նվաստացնող, աղմկոտ, ճնշող, բայց փոփոխությունը, իսկապես խորը փոփոխությունը, հազվադեպ է սկսվում աղմուկից, այն սկսվում է լռության պահին, սկսվում է այն որոշմամբ, որ մի կողմ չենք նայի, խնդիրը չենք անտեսի, չենք բողոքի, անընդհատ չենք փնովի, չենք ասի կրթական համակարգը վատն է ու ձեռքերը ծալած չենք նստի։ Փոփոխությունը սկսվում է առաջին սերմը տնկելով։ Մենք գուցեև ապրում ենք ճգնաժամային կամ շատ առումներով անորոշ ու ծանր ժամանակներում, բայց մենք նաև ապրում ենք անսովոր հնարավորությունների ժամանակներում։ Եվ եթե մի դեռահաս տղա առանց որևէ գործիքի, առանց աջակցության կարողացավ ոչնչից անտառ աճեցնել, պատկերացրեք, թե այսօրվա հնարավորությունների պայմաններում ինչ կարող ենք աճեցնել մենք, առանձին կամ էլ միասին։ Դե ինչ, ձեզ հետ է Word and Me Project-ը և դոկտոր Եվա Ալեքսանյանը, կհանդիպենք։